Պարոն Շարմազանով, եւ որպես պատմաբան, եւ որպես քաղաքացի, ինչպես եք գնահատում այսօրվա իրողությունները, սրանք պատմության դասեր են դառնալու հետո, ես նկատի ունեմ կառավարության դիրքորոշումը, որ ցեղասպանության հարցը չպիտի լինի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություն։ Ըստ ձեզ ինչի համար է սա արվում, այլ տարբերակ չունեն, ելք չունեն, թե այլ խնդիր են լուծվում։ Միգուցե իրաց դեպքում ելք չունեն, որովհետև իրանք հանձնվել են թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Իսկ ինչ իրականում ինչ է կատարվում, դա դասական ուրացման քաղաքականությունն է, դասական ուրացման քաղաքականությունն է, մանավանդ սա հետևողական քաղաքականությունն է, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոնիստական վարչակարգը իրականացնում է քայլեր, որը ուղիղ դեմ է հայոց պահանջատիրության գաղափարին, ավելին, սրանք ոչ ավել ոչ պակաս հայտարարում են, որ հələ պետք է հասկանանք ինչու է եղել ցեղասպանությունը, փորձում են այլ պետությունների մեղավոր ճանաչել, չհասկանալով մի բան, որ 1911 թվականի Սալոնիկի գաղտնի ժողովի որոշում կա, ըստ որի հայ ժողովուրդը եւ քրիստոնյա հայ ժողովուրդն պետք է ցեղասպանվեին։ Սա ուղիղ ուրացում է եւ թրքապատակ ռեժիմից ինչ պետք է սպասենք։ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի ապագան Էրդողանի գիրքն է։ Իսկ Էրդողանի գրքում, Էրդողանի ռազմավարության մեջ, Ալիևի ռազմավարության մեջ Հայաստան չկա։ Հետևաբար ես բոլորին կոչ եմ անում համախմբվել, մի կողմ դնել ներկուսակցական ներընդդիմադիր խժդժությունները եւ մի մարդու նման դեմ քվեարկել այս կառավարության շենքում նստած ազնվորությանը։ Պարոն Շարմազանով, այդ մի մարդու նման դեմ լինելու օրակարգը որքանով է իրատեսական, ընդամենը մի քանի ամիս է մնացել, բայց տեսնում ենք, որ տարբեր այսպես ամբիցիաներ են առաջ գալիս։ Զառաջա, մենք մեր սեփական օրինակով ենք ցույց տվել, որ կարելի է ու պետք է ամբիցիաները մի կողմ դնել։ Կարելի է ու անհրաժեշտ է ու հնարավոր է սեփական եսը ստորադասել համազգային շահին։ Կուսակցությունը հայրենիքից կարևոր չէ։ Աթոռը, պաշտոնը, մանդատը հայրենիքից կարևոր չէ։ Նիկոլ Փաշինյանը ուրանալով ցեղասպանությունը, մոռանալով Արցախը, ուրանալով պահանջատիրությունը, չբարձրացնելով մեր մշակութային այսօրվա ցեղասպանության խնդիրները նաև Արցախում, ջուրը նստում Հայաստանի արևմտյան Ադրբեջան դառնալու ջրաղացին։ Դրված է այսօր կամ Հայաստանի լինելիությունը կամ վիլայեթացումը։ Հետևաբար բոլորը, կրկնում եմ բոլորը, ում համար թանկած Ծերնակաբերդը, ում համար թանկ է Եռաբլուրը, պետք է իրանց եսը մոռանան հանուն Հայաստանի շահի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր նահատակների, էլ ոնց ասեմ, որովհետև եթե սա վերընտրվեց, մենք վեր ենք կացվելու Հրան Մաթևոսյանի ասած առանց հիշողության անասունի։ Ես չեմ ուզում, որ իմ ազգը առանց հիշողության մնա։ Ես ուզում եմ ու ամեն ինչ անելու եմ, որ հիշողությունը լինի մեր ապագայի տեսլականը։ Առանց հիշողության չկա պետություն։ Այն պետությունը, այն ազգը, որը ուրանում է իր անցյալը, որը մոռանում է իր ողբերգությունները, իրավունք չունի էլի անկախ պետություն ունենալու։ Խաղաղություն, սա խաղաղություն չէ։ Սա Թուրքիա առաջ կզել է։ Ես պատերազմի կոչ չեմ անում, ես կոնֆլիկտի կոչ չեմ անում, ես արժանապատվության, ինքնասիրության կոչ եմ անում։ Ինչա Սողոմոն Թելերյանը, Շահան Նաթալին, Գարեգին Նժդեհը, Արմեն Գարուն, Արամ Մանուկյանը, Դուշման Վարդանը, Մոնթե Մելքոնյանը, Տոմե Եսրովա հերոսները, մեր նախագահները, Վազգես Պարապետը խաղաղություն չէին ուզում, բոլորից շատ էին ուզում։ Կամ են մայրերը, որ իրանց երեխեքին ուղարկել են նահատակության։ Այդ իմաստով հայոց պահանջատիրությունը շատ կարևոր է եւ իշխանապողությունից հետո պետք է շարունակել ոչ միայն հետևողական պահանջատիրության եւ դատապարտման պայքարը, այլ նաեւ թուրքական շղթողականության դեմ պայքարը, ինչը արում էր նախորդ իշխանությունը։
Պարոն Շարմազանով, այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է երրորդ նախագահի հայտարարությանը, նաև նրան, որ իբրև թե հանրապետականը չի մասնակցում ընտրություններին, բայց դրանք ձևական բնույթ են կրում, որովհետև պետք է նայել պարզապես օրինակ ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակին եւ պարզ կդառնա, որ լավ էլ մասնակցում է, նաև նշեց, որ բացահայտ հայտարարել են, որ աջակցում են այդ ուժին։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարիք չունի որևէ այլ ուժի ձևով քողարկվել, էլի։ Հանրապետականը ուղիղ չի առաջադրվում։ Նիկոլ Փաշինյանը թող յուղ չվառի։ Մենք շատ պարզ ասել ենք, մենք չենք մասնակցում ուղղակի, բայց դա չի նշանակում, որ չենք պայքարելու։ Հանրապետականը բոլորից շատ է պայքարելու, որ այս ազգակցության պատվասը հրաժարական տա ու հեռացվի։ Եվ այո, մենք կոչ ենք անելու, մեր ընտրողներին, մեր համախոհներին գնալ ընտրատեղամասեր եւ ձայն տալ ընդդիմադիր ուժերի օգտին, այդ թվում նաեւ այո ուժեղ Հայաստանի։ Պարոն Շարմազանով, երրորդ նախագահը այսօր իր հրաժարականի 8-րդ տարվա կապակցությամբ ուղերձ հայտարարություն հղեց, որը նաև համագումարի ժամանակ են հայտարարել։ Ըստ ձեզ, եթե այդ նույն տեքստը, այդ նույն կամ բովանդակությամբ հրապարակվեր հենց 8 տարի առաջ, չէին լսելու Սերժ Սարգսյանին։ 8 տարի առաջ այլ իրավիճակ էր։ 8 տարի առաջ այս հրապարակում, երբ որ մենք հանրապետականներս դեմ քվեարկեցինք Նիկոլ Փաշինյանին, իմ եւ իմ ընկեր Արմեն Աշոտյանի դագաղներն ու սև լենտերը հանեցին շատ բացասական բացականչություններով։ Եվ այսօր բոլոր նրանք, ովքեր որ նեղադրում են մեզ իշխանություն տալու մեջ, արդյունքում դրանց ճշող մեծամասնությունը կամ այս հրապարակում Սերժ էր մերժում, կամ էլ Facebook-ներում մեզ էր հայհոյում։ Եղածա։ Այսօր մենք պետք է ոչ թե հետ նայենք, մենք պետք է առաջ նայենք, Մերի ջան։ Լուրջ եմ ասում, այսօր էգզիստենցիալ ընտրություն ալնելու։ Սա գոյաբանական ընտրությունն է։ Սա երրորդ հանրապետության լինելիության ընտրությունն է։ Կամ պետք է այո ասենք անկախության հռչակագրին ու Հայաստանի երրորդ հանրապետությանը, կամ նիկոլիզմը։ Սա եւ չի կարա, կամ նիկոլիզմն է մնալու, կամ Հայաստանի հանրապետությունը, կամ անկախություն ենք ունենալու, կամ վիլայետ ենք դառնալու։ Ես ընտրել եմ անկախությունը։ Նիկոլը վիլայեթացում է։ Հետևաբար հայ ժողովուրդը պետք է որոշի։ Յուրաքանչյուր հայից է կախված։ Ինքը ինչպիսի երկրում է ուզում ապրի, անկախ, ինքնիշխան Հայաստանում ազգային արժեքներով, որտեղ այս ազգայնական ու հայրենասիրական երկերն են հնչում, թե ապրի վիլայեթի մեջ, որտեղ ադրբեջանական բենզինին ծափահարում են, Զենաբի երկի տակ է տաշի դուշ են անում։ Հետո վեսա, բոլորի կպատասխանեն։ Առիթով նշում է, որ վստահորեն նշում է, որ 26 ինստիտուտներին իրենք հաղթանակ են տանելու։ Որտեղից իրենց այդ ինքնավստահությունը։ Ամսի 8-ին կխոսենք։ Ես էլ կոչ եմ անում հայ ժողովրդին կյանքում մեկ անգամ ընտրության գնալուց հենց հիմա մտածել իրենց երեխաների եռաբնուրի ցեղասպանության ու մեր ապագայի մասին։ Պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին վարչապետ չլինի, ամեն ինչ անել օրենքի սահմաններում, չքվեարկել Նիկոլի օգտին, քվեարկել Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի օգտին, իմ համար նույն բանն է, քվեարկել Իլհամ Ալիևի Յենի Ադրբեջանի օգտին։ Համեցեք։ Impeachment-ի գործընթացը ինչքանով է առաջնային այս պահին ու այն կողմի հիմա ինչքանափոխության այս վարակը։ Կտեսնենք, մենք քաղաքական ուժերը հիմա մտնում են նախընտրական փուլ, հիմա ոնց որ ավելի առաջնային դառնում է նախընտրական կամպանիան, էլի։ Պարոն Շարմազանов, քանի որ մի փոքր ուժ միացան։ Բայց դա էլ չենք մերժում։ Քանի որ մի փոքր ուժ միացան, կխնդրեմ ձեր տեսակետը ասել այն մասին, թե ինչու է Փաշինյանը պարբերաբար փորձում կասկածանքի տակ դնել հայոց ցեղասպանության։ Որովհետև թուրքական նարատիվի սպասարկող է, որովհետև Փաշինյանը նպատակային Հայաստանի Հանրապետությունը ուզում է դնել թուրքական աշխարհի մաս դարձնել։ Վերջ։ Այսինքն կարող է մի օր այնպես ստացվի, որ ապրիլի 24-ին մնացած հիշատակետի։ Այս էլ ցավատան է։ Մի վարքան Արցախը չի ուրացել։ Երրորդ հանրապետությունը Արցախի շարժման ծնունդ չի, բայց եթե Արցախը ուրացել է, եթե Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, եթե այսօր Արցախի բայր կաճարը այդ վանդալիստներ, ֆաշիստները դվել քանդել են։ Նիկոլն ասպա Հայաստանը այդ հարցը չի բարձրացնելու։ Հետո էլ ասում եք նախկին։ Նախկինների ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ։
Երբ որ մեր տղաների դիակները մնացին այդ գոտում, մեր սպեստասը մտավ, մեր տղեկի մարմինները հանեց, թե փառքով հողարկավորեցին։ Սրանք ինչքան դիական է թողել։ Մեր ժամանակ ջուղայի խաչքարի ժամանակ չի եղել մի սիմպոզիում, որտեղ մենք չխոսենք դրա մասին։ Ես Անտալիայում եմ խոսել, հենց Թուրքիայի ներկայությամբ, եւ ցեղասպանության ճանաչման, եւ Արցախի կորոշման իրավունքի։ Բայց գետինը մտնելու բան չի։ Խոտ ուտենք մեռնենք, էլի որ Հայաստանի վարչապետը ասում է Արցախի մայր տաճարի վանդալիզմի հարցը պետությունը չի բարձրացնելու։ Բա ի՞նչն եք բարձրացնելու։ Պերաշկի, չեբուրեկի հարցերը, թե թուրքական քյաբաբի։